Սիրելի հասկագիցներ, փառք եւ գոհություն մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսին, որ իր ողորմությամբ մեզ ամեն օր գործն է։ Կգտնվիմ զմարի հայ գաթողիկե արձիվյան միապանութերեն ներս։ Այսօր ցեզի պիտի ներկայացնեմ զմարի այս հոգևոր գետրոնը։ Եվ ինձ հետ է իմ հոգևոր եղբայրս, դարիներու իմ հոգևոր եղբայրս Հայրնարեկ Լուսինյանը, որ ինք զմարի վանքին փող մեծավորն է, ներքին մատակարարն է, քարտուղարն է, հետևաբար այս վանքի բոլոր բանալներ իր ցերքի մեջն են։ Հայրնարեկ ամեն բաներաջ աստվածօգնական, շատ ուրախ ենք, օրհնյալը լավ։ Հայրնարեկը երկար տարիներ, ավելի քան 12 տարի Կեսաբի հայ կաթողիկե եկեղեցու ժողովրդապետն էր, հիմա ընտրված է այս վանքի ուրեմն մեծավորը, վանքը թարմացած է երիտասարդ ուժերով, Հայր Մաշտոց Զաքարյանը եղած է մեծավորը եւ պատրիարքական փոխանորդը այս վանքի, հետեւաբար Հայրնարեկն ալ մեզ պիտի ընկերանա։ Գիտենք, որ սիրելիներ շուտով Մալոյան Քերաբայձարը եւ Իսկոբոսը պիտի սրբաթասվի Վատիկանի կողմէ հոկտեմբերի 19-ին, հիմա Հայրնարեկը մեզի ցույց պիտի տա իրեն համար պատրաստված թանգարանը, մեզ պիտի տանի նաեւ վերափոխման աստվածամոր եկեղեցին եւ նաեւ թանգարանը։ Այսօր խոսողը Հայրնարեկը պիտի լա սիրելիներ, եկեք ուրախությամբ վայելենք եւ ծանոթանանք, որովհետեւ անոնք, որոնք հետս եկող տարի ուխտակնացության պիտի կան մայիսին, անպայմանորեն պիտի այցելենք զմարի այս հոգևոր գետրոնը, որ 1749 թվականին հիմնադրված է։ Հայրնարեկ, մեզի առաջնորդի բարի եկած եք, ուրեմն մեր վանքը կառուցված է 1749-ին, անցյալ տարի արդեն հիշատակեցինք վանքին հիմնադրության 275 ամյակը։ Վանքը շատ մեծ է, դարիներու տարերու ընթացքին յուրաքանչյուր պատիարք մեծավոր հայր կառուցած է, այս բաժինը արդեն 1791 թվականին կառուցված է, վանահայրերու խցիկներ են, անոնց մի քանի խցիկ վերածեցինք Սուրբ Իգնատիոս Մալոյանի թանգարան, դժբախտաբար մենք աջույնը չունենք, որտեղ մեր 1.5 միլիոն հայերը նահատակվեցան անապատի մեջ եւ անշիրիմ են, բայց Փառք Աստուծո, որ Մարտին քաղաքեն առաջնորդարան են գծանք բերել Սուրբին պատարակի շուրչարները, երկու Սգի հպատարակի, որ գմանդուցան էր պատարակ, Հավասիկ այստեղ դեսեք Մալոյան թանգարան, սիրելիներ։ Այ, մտնենք ներս։ Անալ հիշենք, որ Մալոյանը 12 միապան վարդապետներու հետ նահատակվեցավ 1915-ին, առաջնորդներ Մարտին քաղաքի, որ այժմ Թուրքիո եւ Սուրիո սահմանի մեջ է, դժբախտաբար բռնագրավված է Թուրքիո կողմէ։ Ունենք Եմի Պերոնա, ունենք կանգման նաև դերզորեն պերված, ավազախարն աջույններ կան, մեր Սուրբին սենք թե Եմի Պերոնը խաչը առաջնորդարանին է։ Այս թանգարանը նաև Հայրնարեկ նվիրված է ապրիլյան նահատակներով, որտեղ Մալոյան արխիվային նկարներ ալ կան, մեծ եղերներ, որտեղ նահատակ էր մեծ եղերնին։ Մարտին քաղաքն է։ Ասում բادرակից շուրչարը, այո Սուրբին, որ Սուրբը հակած է իր բادرակի ժամանակ։ Ցերակի նամակներ են ունին շատ հարուստ նամականի, մոտավորապես 100-ի մոտ, ամբողջ արխիվեն հանեցինք, կարդացինք, հատուկ սեր ունեցած է միապանության հանդեպ եւ հատուկ հնազանդ էր մեծավորներուն, հատկապես հնազանդության ուխտը գբահեր, եղած էր շատ աշխուժ առաջնորդ, ափսոս որ 47 տարեկանին նահատակվեցավ եւ իր նամակներեն արդեն կիմանանք, որ հազիվ առաջնորդ եղած է գրթական զարկ տված է ամիջապես Մարտինի դպրոցները գազմագերված է եւ հոգեվոր մշակույթային գյանքը Մարտինեն է, նաեւ երկրորդ Եմի Պերոնը շուրչարով անշուշտ կբահենք որպես մասունք, անշուշտ բادرում վրա նաեւ մեր նահատակներու անշուշտ ամբողջ արխիվային իսկական նկարներ են
Պատկաբես մեր նպատակն է, որ օդարներն ալտեսնեն, որ հայ ժողովուրդը թադունի, մեր բանջտիրությունը գշարունակվի, բանջատերենք։ Ասեմ, որ սիրելներ Լիբանանի մեջը զմարի վանքը, հայգաթողի զմարի վանքը շատ հռչակավոր վանք է, հատկապես Մարոնիտ, ուրեմն լադին եկեղեցու մեջը մշտական այցելուներ կան այստեղ եւ իրենք հայոց տեսփաններն են, այստեղեն է որ իրենք հայ գրոնավորները գխոսին հայոց ցեղասպանության մասին, հայ մշակույթի մասին եւ իսկապես մեծ տեսփանություն ունեն իրենք։ Սուրբին վերջին երկու նկարներն է 1911-ին Սուրբ Մալոյանն է Հռոմի մեջ սինոդ մկումարված է եւ ընտրված է առաջնորդ Մարտինի ամբողջ հայ կաթողիկե առաջնորդներն են, որ 1915-ին Կրետե ամբողջությամբ նահատակվեցան։ Թուրքի ցերակիր ցավի սիրտ։ Մեծ եղերնի ժամանակ հազարավոր գրոնավորներ նահատակված են սիրելներ, հազարավոր նահատակ։ Նույնպես Սուրբին վերջին նկարն է զմարու վանքի մեջն է եւ երիտասարդ միապանները իր գողքին Մարտինի մեջ կգտնվեն ամբողջ 12 միապան նահատակվեցան։ Սուրբին սգիհը բադարակի սգիհն է, որ բադարակը մատուցաներ ամեն օր, ամեն գիրակի, խաչը գրտ նորինակն է, որովհետև իսկական խաչը թրած ենք մայր եկեղեցու մեջ, որպես մասունք եւ բադարակի ավարտին հավատացյալները նշխար համբույր կկատարեն, նաեւ խորհրդատետրը առաջորդարանեն։ Մարտինեն փերված են Մարտինեն, այո։ Այսօր Մարտինի եկեղեցին գոյություն ունի։ Գոյություն ունի, այո, վերանորոգվեցավ եւ հավանաբար նաեւ բադարակ մատուցան է առաջնորդը Մարտինի մեր եկեղեցու մեջ, Աթորանիս եկեղեցու մեջ։ Գտնվին այնտեղ հայեր։ Շատ մի քանի ընտանիք մնացած են դժբախտաբար։ Ամբողջը, ասե Մարտինը, վերը Պերտով, լերանքակատը Պերտ մգա եւ ամբողջ քրիստոնեությունը Գաբրիել Մարտինի մեջ հայերը, ասորիները, այո, այո։ Պատմության մեջ կնամսել շատ մեծ թեփմն է, որ առաջին անգամ լալով հայ կաթողիկե եկեղեցին սուրբ պիտի ունենա։ Պարկաս, ադիգա ոչ միայն հայ կաթողիկե եկեղեցու, այլ հայ եկեղեցու իսկապես մեծ պարգևատրիվ է։ Գաղութենք, որ արիթը լա հավատքի վերանորոգման, որովհետև սուրբերը օրինակ պետք է հանդիսանան, որովհետև մենք ալ իրենց նման լանք բարի հովիվներ եւ Քրիստոսի ուղիով ջամփով գալենք եւ մեր առաքելությունը շարունակենք լանք լույսը աշխարհի եւ աղը երկրի։ Եվ անոնք, որոնք հոկտեմբեր 19-ին Հռոմի գողմերն են, անպայմանորեն գաբի մեջ լան հայ կաթողիկե եկեղեցու հոգևորովիվներ ունեն, որովհետեւ կարողանան իրենք ուղղակի մասնագիտ ստանալ սրբատասնան։ Չէ՞ հայկական։ Այո։ Երթանք դեպի եկեղեցի։ Ամեցեք։ Ասիմիապաներու սենք միջազգային այո, որ նաև բոլոր բադիակներուն վախճանյալ բադիակներուն 1991-ին ուրեմն այստեղ այո, այս մասվաշինը։ Կտեսնեք սիրելիներ ինչ պատմական արդեն սկանչելի վանքն է, այս վանքը, այստեղ է որ նաև կպատրաստվին գրոնավորներ, հետևաբար ուսանողներ, սարգսակներ կան, դեղույն համալսարանները գերտան եւ բարձր գրթություն կստանան, բարձր ուսում կստանան եւ կպատրաստվին ծառայելու համար հայ կաթողիկե եկեղեցու ինստիտուս աշխարհի։ Անշուշտ մուտքին մատուրմ ունենք, որ զետեղված է դիրամայր զմարու հրճագավոր սրբապատկերը, որ նվեր ստացած է հիմնադիր մեր հայրապետը Երջանկայի շադակ Աբրահամ Պետրոս Արձիվյան, այնտեպսի առաջին կաթողիկոս պատիարքն է հայ կաթողիկե, կարդինալեմը նվեր ստացավ, երկու արժեք ունի, որպես հոգևոր, որպես նյութական, մշակույթի առումով Ռաֆայելի իսկական գծակրությունն է, որ
գծած է 16-րդ դարում, արդեն 400 տարվա յուղանկար մնի, Աստվածամայրը աղոթքի դիրքի մեջ է, այդերեն արդյունքներ գոհոսի, մեղավորներուն համար բարեխոս է, մշտական, եւ սրբա պատկեր մնի, ուր հավատացյալներ կվգային, որ տարեու ընթացքին շատ հրաշներ ունեցած են, մատորը մի շուտած է, ամեն ասկի հավատացյալներ ու կան, ամեն համայնքները կարող են իրենց ուխտը կատարեն եւ գմերին։ Այս տարի այս մատրան 85 ամյակն է, ուրեմն 1940-ին 18 օգոստոս 1940-ին Երջանկայի շատակ Գրիգոր Պետրոս Աղաջանյան Գաթոյգոս Բադիարկը գառուցանել տվավ այս մատուրը եւ իր ցերկով զեդեղեց սրբապատկերը եւ հայտարարեց մայիսի վերջին գիրակի ուխտի օր եւ նվիրեց հայ ժողովուրդը հայ եկեղեցին Աստվածամոր մաքրամաքուր սրտին իր պաշտպանության իր բարեխոսության հանձնելով ամբողջ հայ եկեղեցին հայ ժողովուրդը Չմոռնալ նշել սիրելներ, որ Աղաջանյան ուրեմն քերաբայծարը ինք միակ ուրեմն հայն է, որ կարդինալի պաշտոն ունեցավ եւ հիմա երանացման ընթացքի մեջ է արդեն կարդինալ Աղաջանյանի մարմին հիմա բերված է եւ փոքրիկ ճշտում ունեմ երկու կարդինալ ունեցած են, այո, ովքեր են Պետրոս Հասունյան եւ Գրիգոր Աղաջանյան, երկու կարդինալներ Հասունյանը Այո, չեմ սխալ ասում։ Այժարեք այս զանգակատունը եւ ժամացույցի մասին ալ երկու բառսեք։ Առաջինն է Լիբանանի աշտարակ զանգակատունը կառուցված է 1901-ին, իսկ առաջին ժամացույցը մուտք գործած է Գերմանիային եկած է, մեր ժամացույցն է, սակայն դժբախտաբար գայծակի հետևանքով ավրված է եւ թանգարանի մուտքին դրած ենք Այն ադեն յուրաքանչյուր առավոտ միապանմը պետք է ելեր անպայման եւ ցերկով ասենք զսպանակը լեցներ որովհետեւ 4 ուղղությամբ պիսից հարավ արևելք արևմուտք ժամը երևնա արդեն կանտրատարնանք աշտարակին կմպետը վերանորոգված է արդեն քարիկույն են հայտնի է որ 1906-ին գայծակը չախչախեց եւ վերա գառուցվեցավ նոր կմպետով Ասպաժին ամբողջ կինեմարան է, այսինքն շատ դեղեր կա այցելելու, կինեմարանը 1810-ին եւ ասեմ որ շատ նշանավոր է զմարու վանքը կինեգործության մեջ հատուկ ձևով կպատրաստենք գիլիգիային եկած է պատրաստությունը վանքին կառուցման օրեն արդեն քինի կգարտադրենք եւ քինի կպատրաստենք քինիներու տեսակներ գարմիր անուշ լիկերներ եւ այլն։ Եվ որ ուխտավորներով այստեղ այցելեք, անպայմանորեն ցեզի վանական քինի բիլերանցնեն եւ դու գալ ցերեդը գրնակ վանական քինիները ցեր հետ տանել, ցեր դամ մեջ օրտություն լալու։ Եկեք սիրելիներ, մայրավանք մտնենք։ Մայրավանքի մայր եկեղեցին։ Վերափոխման Սուրբ Աստվածածին։ Ուրեմն արձանագրությունն իմանանք որ վանքի մայր եկեղեցին Միքայել Պետրոս III Գաթոյգոս Բադիարկը կառուցած է 1771-ին եւ եկեղեցին նվիրած է վերափոխումը Սուրբույս Աստվածածնը։ Այնպես որ նաեւ ուխտի օր է վերափոխման Սիրելիներ եւ որ պիտի մտնենք, արդեն միշտ կսեմ ցեզի եկեղեցու փառավորը կամ թուրը գամփուրենք, որովհետեւ անիկ խորտանշ է Հիսուս Քրիստոս, որ սա ես եմ թուրը, հետեւաբար Հիսուսն է որ ներս։ Ամեն։ Տեսեք այս սկանչելի 1700 թվականի եկեղեցին այնպիսի սիրելիներ բացատրություններ մաբիդեստանակ, որ ասկի առաջ չեք լսած երբեք։ Ուրեմն մայր խորանի սրբապատկերը գծված է 1780-ին իտալացի նշանավոր Պիետրուս Լամբրուցի ստորագրությամբ
հայ եկեցվո, արևելյան եկեցվո ուղղափառ հավատքն է, Աստվածամայրը ննչեց։ Մենք երբեք չենք գսեր մահացավ, մեռավ, ննչեց, առաքյալները թաղեցին զինքը, Թադեոս առաքյալ ուշացավ, ուշ եկավ եւ խնդրեց անպայման թակարը բացվի եւ վերջին օրնությունը առնե Աստվածամոր մայրիկեն եւ երբ թակարը կբանան ամբողջ առաքյալները գզարմանան ասելով որ ուր է մարմինը Աստվածամոր եւ Սուրբ Պետրոս ցուցամատով գսե Աստվածամայրը երկինք վերափոխվեցավ հոգվով եւ մարմնով ամենասուրբ երրորդությունը Հայր Աստված Որդի Աստված աղավնին հոգի Սուրբ Աստված Որդի Աստված իր մայրիկին քուլխին գտնե ծաղկեպսակմը ծայիկներով եւ ինչ գեղեցիկ գծած է գծակրիչը ծայիկներ դուրս կտապի քերեզմանոցեն որբեսի ասե որ գյանք կա քերեզմանոցի մեջ եւ մահ չի տեսավ անփութ է մարմինը Աստվածամոր մեջտեղի խաչը Պողոս Կրիա է շատ գեղեցիկ 18-րդ դարին Հիսուս խաչյալ շատ արվեստի գլուխ գործոց գդորները մին է նաև երկու գդոր ունինք տանկարանը աչ խորանը Սուրբ Գրիգոր Լուսավորիչը գմգրտե դրտա թակավորը եւ այսպեսով գանտիսանան գտանանք առաջին քրիստոնյա ասկը 301 թվականին Գոմը 1800-ին յուղանկարը Աստվածամայրը Մանգիկ Հիսուսին է եւ ցերկը խնձորը յուրահատուկ սրբապատկերն է Այսպեսի սրբապատկեր հայտնարեք չեմ տեսած խնձորով շատ հետաքրքրական է որ Աստվածամայրը խնձորով կներկայացվի որովհետեւ ինքը նոր երկրորդ Եվան է Հիսուս երկրորդ Ադամն է եթե առաջին Եվան խնձորով այսինքն կամ բդուղով խապվեցավ բայց Աստվածամայրը մեզի կյանքի կյանքը դրավ դեսեք սկանչելի բաներ սգներ խորտանիշը երկրորդ խորանը Սախագոմյան Սուրբ Հովսեփը մանուկ երեխա Հիսուսին հետ եւ նաեւ գողքի բատկերը հրաշագործ է Աստվածամայրը ցերկեր գուրցքին դրած 18-րդ դարում մեծավոր վանահայրը ճիշտ այս խորանին վրան բادرակ կմատուցաներ եւ զորավոր գայծակ մը եկավ եւ ուղագի գայծակը զարգավ խորանին վրա հալեցավ ամբողջ բղինցե մոմերը խաչերը եւ ինքը ցնցում են յեդև գեհերանա եւ բարձացան գբորա դիրամայր օկնեմեզի եւ վանահայրը գտեսնե ճիշտ Աստվածամայրը ուղագի ցերկերը գփանա եւ յետ գրգին գկոցե Աստվածամայրը գբահե գբաշխանե նաեւ զորավոր գայծակ մը գզարնե 1806-ին եկեցվո կմպետը ամբողջ գճախճախե կմպետը գայծակը դուրս կելնե թուրեն եւ չրհորի մեջ գիչնե զարմանալի այն է որ շատ մեծ կմպետը ամբողջ քարերը վարգինան եւ ոչ մեկը նորընձա ժառանգավորի կամ հայցու վարտաբեդիմը վրագինա հակառակ որ բոլորին սկեսները գայրին յուղանկարները ամբողջ գայրին եւ գբահբանվի միայն հայրապետական աթորը որում վրան գախված էր դիրամար զմարու սրբապատկերը այս դեպքեն յետ կնե որ գսե այս յուղանկարը Կարդինալ Աղաջանյանը հրաշագործ սրբապատկեր է ավելի հարկանքի եւ մեծարանքի գարոդի եւ կառուցանել դվավ զմարու փոքրիկ մադուրը եւ ուխտի օր որոշվեցավ մայիսի վերջին գիրագին վերանորոգվեցավ այս ծևով կմպետը եւ նշանավոր հայ գալենցը եկավ եւ գծեց յուղանկարը երկի արքայությունը այո երկի արքայությունն է հրաշտակներով սերոպեներ կերոպեներ մեջտեղը Սուրբ Հոգին եւ ծայրերը սիրելներ Հիսուսի 12 առաքյալները յուրաքանչյուր առաքյալի անունը հայերենով գրված նաեւ 4 ավետարանիչները ամբողջ 18-րդ դարու 1800-ի յուղանկար սրբապատկերներ են Հովհաննեսն է Մատթեոս Մարկոս Ղուգաս Հովհաննես Հովհաննեսը Ղուգասը Մարգոս եւ Մատթեոս Նաև նոր խորանը գառուցանել դվինք եւ նվիրեցինք Սուրբ
Ինքնադիոս arczepiskopos Maluyani, Հայրնարեք այս է օրիջինալ խաչը։ ցերած խաչը, որ կործածած է եւ օրնած է իր հոտը բادرակներու ընթացքին, անշուշտ յետևնալ արցանակրությունը գա խաչին։ Հարեխոսը լամերքոն։ Նաև Մայքորանի արժեվ կամպարանն է մեր բոլոր հայրավետներուն, իրենք անպայման ուզած են խորանին արջևը թաղվիլ, կամպարանը կբացվի և ուղագի խորանին դագը գննչեն, որբեսի աղոտները, բադարակները նաև ասենք իրենց հոգիներու համար և նաև ըսած են, որ պարկ ու բադիվը աստուծո գվայլ է։ Տեգուզ մենք կհասնենք ամենապարծր բաշտոններու, դիդղոստերու, սակայն աստուծո արջև մենք ոչինչ ենք։ Հիշե ով մարդ, որ հողեր և գրգին հող պիտի թարնաս, պարկ ու բադիվը ամենագալ աստուծոյի։ Տեսեք սիրելներ, որքան օրդություն է եւ գիտեք ասիկա նույնիսկ Վենեդիգի մեջ երբ որ գերտակ, Վենեդիգի մեջ խորանին վրա են, ուրեմն թաղված են եւ նաեւ մեր պատմական բոլոր եկեղեցիները որ գայցնեք Հայաստանի մեջ, կտեսնեք թե Թասի մեջ, թե Ադյանին մեջը, Քավիթին մեջը, որ բազմաթիվ կրոնավորներու իշխաններու մասոկներ կամ աջիները թաղված են, այն խորունկ համոզումով, որ իրենք մարդ են եւ իրենց վրա գողկրդելով եթե անցնեն մարդիկ, կարևորը որ իրենք Աստուծո արքայության մեջ հիշվեն։ Դեսեք սիրելիներ, որքան խոնարհություն կար անցյալի մարդոց մեջ եւ այսօր որքան դժբախտաբար հբարտություն մտած է մարդոց սրտի մեջը։ Այսալ այո, Սիրտ Հիսուսի նվիրված է։ Հայրնարեք ասեք որ ուրեմն ընդհանրապես հունիս ամիսը այո, հունիս ամիսը նվիրված է Քրիստոսի սրտին, որովհետև երևցած է ճգնավոր Մայրաբեդի Մարիա Ալակոկ ճգնավոր Մայրաբեդ մնե, որ իր ամբողջ կյանքը աղոթքով նվիրած էր եւ մինչ ավետարանը կգարտարիվ հատկապես Քրիստոսի չարչարանքներու ատբաժինը Քրիստոս գերևնա եւ ցույց կտա իր դարաբյալ սիրտը, ասելով որ աղոթեցեք եւ մարդկությունը գարիք ունին ապաշխարելու վերստի ծնունդի, որբեսի արժանանան երկինքի արքայության եւ կխնդրեմ Մայրաբեդին, որ իր ջերմերամտությունը տարածվի, մարդիկ ապաշխարեն, խոստովանին եւ աղոթեն։ Ամեն։ Սիրելիներ, գտեսնեք ահա թե որքան հզոր վանք է այս վանքը, եկեք Աստվածամոր ուրեմն նվիրված դարձյալ Խորան է, ատկե վերջ իջնենք ներքևը, ցեզի ցույց տանք, որ այս վանքի մեջ նաեւ հայ կաթողիկ կրոնավորները կպահպանեն մեծ սրբություններ, կոնե քանի մբաները որ տեսնեք մեծ օրդություն է։ Արցանակրութեն ենք իմանանք, կառուցված է 1895-ին, այս խորանը նվիրված է Աստվածամոր եւ քրությունը Աստվածամոր մեծացուսիեն արտված է սիրելներ, որ գսե Աստված ինձ մեծամեծ կորձեր կատարեց, ցույց տվավ հզոր Աստվածը։ Գիտեք, որ նաև կաթողիկ եկեղեցու մեջ խոստովանանքի առանձնագի խոստովանանքի, անհատական խոստովանանքի ուրեմն ցև գասիրներ, կրոնավորը գնստի ներսը սենյակը եւ խոստովանողը գուքա ձունգի եւ իր մեղքերը խոստովանի եւ կրոնավորը ներսեն ուրեմն այստեղ կրոնավորը նստած կդա իրեն իր խրատներով, իր հոգեվոր գրթությունը կփոխանցե խոստովանողին։ Նաև Չրհորը 1771 Ասի բացառիկ արիք է, որ դուք սիրելներ այս վանքը դիտեք, հայրնարեգին սկանչելի բացառությամբ 1771 14 մետր ժայռը փորած են եւ անշուշտ օգտագործած են մոտավորապես 150-200 տարի, ափսոս որ այժմ ցամքած է, շատ սիրուն գեղեցիկ մոտիվներ նաշխեր ունինք, մեջտեղը սգիհը, ետևը կյանքի ծաղիկը, որուն դագը այդ դարը գրված է, ասված անմահություն։ Եվ նաև սգիհին մեջ են է դարը, երբ որ Մովսես ըսավ Աստուծո, ինչ ասեմ, ով եք դուք, ըսավ ես եմ ան որ է, եւ 7-րդ դարն է, այդ փուփենական շարքով,
7-ը սուրբ թիվ է, գադարյալ թիվ է եւ է ես եմ անվոր է։ Աստված գա գոյություն ունի։ Գիտեք սիրելներ արդեն որ մեր առաքելական եկեղեցու բոլոր խորաններում վրա է դարը կա ճիշտ նույն հասկացողությամբ որովհետև Աստված մշտական է եւ ինչպես քիչ առաջ հայնարեգը ցույց տվավ այս սույնը սիրելներ զանգակադուն սույնը 4 կողմեն որ տեսեք մեկ կողմը մենք տեսանք ժամացույցը եւ արձանագրությունը 1901 արդեն այս տարի 124 տարի գնե որ այս զանգակադունը ուրեմն այս է թիվը ոսը հայրեն այորա չա այդ կնշանակի 1901 Մենք 900 մետր բարձունքի վրա ենք, 950 մետր, ծովի զերքեն, ամբողջ Բեյրութը գերևի, շրջապատված ենք ամբողջ անտառով, ուղղակի անթորություն, խաղաղություն, հոգեկան հանգստություն կստանա յուրաքանչյուր այցելու, հսկավորված, վերանորոգված, անպայման կմեկնի վանքեն, շպարտապար այսօր աննպաստ է օդը, ընդհանրապես ամբողջ Լիբանանը գերևի, Բեյրութը ծովը, Չեկնական ծովը եւ միշտ ասած եմ սիրելներ ցեզի որ վանքերը բոլոր քրեթե վանքերը աստվածամոր բահբանության եւ բարխոսության դագն են ադորամար վանքերը ընդհանրապես եւ նաեւ ժամանակին առաջին բոլոր եկեղեցիները միշտ աստվածամոր անունով կոչված են ինչպես որ Սուրբ Էջմիածին մայր տաճարը սկիզբը ուծված է Սուրբ Նիկոլոսավորչի կողմէ Սուրբ Աստվածածին անունով երկրորդ հազարամյակին էր որ Սուրբ Էջմիածին Քրիստոսի էջքին համար նվիրակորձվեցավ անունը եւ Էջմիածին գոչվեցավ այլապես Սուրբ Նիկոլոսավորիչ զայն գոչած է Սուրբ Աստվածածին մայր տաճար Այդնարեք հիմա մեզ Այժմ պիտի ուղղենք վանքին ամենահին բաժինը Վեհարան Թանկարան բավական հնություններ կան, մասունքներ կան Ասի լավակույն արիտ է սիրելներ ամեն կտալ որբեսի ձանոթանակ ընդհանուր երբով զմանի ուրեմն կաթողիկե Սուրբ Աստվածածին Աստծո փառքը վանքին օգուտը միաբանության փառքավաճումը թիտեմիշտ մեր վանահայրը կրած է սկզբում արածենք կործատվելու Ասոնք հին սենյակներն են հայր Խցիկներն են հայր Իչենք դեպի Անկարան սիրելներ Վանքի ամենահին բաժինը ուղղակի զմարու վանքն էր 1749 Ավետման բացկերն է Ահա Ինչպես հայնարեգը սա ամեն հին բաժինն է տեսեք Զանգերնալ, ներողություն ժամացույցերնալ կորսուցադրված են որ առաջինն է Լիբանանի մեջ Գերմանիային եկած են Եվ այսպես ցերկով կդարձնեին ամեն առավոտ պետք է անպայման միապան մել է եւ զսպանակը լեցն է հին առարգաներ են որ վանքի մեջ օգտագործված է Ուրեմն զմարու վանքը Վեհարանը Թանկարան վերածված է Ժողովուրդ նայեցեք հայերենով ռա, սա, խե եւ թո դնշարագի 1749 դա գնալ արաբերենով գրված է 1749 Եկեք մտնենք Վեհարանն է եւ հիմա հայրենարեգը մեծի կբացատրի այս Թանկարանի մեջ ինչ կա Ուրեմն ամիջապես կտեսնեք զանգերը ուր մեծ եղերնին, մեծ հավատքով, համբերությամբ իրենց կավարներու կամ քյուրերու եկեղեցու զանգերը կրկած են եւ հասցուցած են միջև Դերզոր, Դերզորը միջև Հալեբ, Հալեբեն հասավ Բեյրութ, Լիբանան։ Առաջին հայրապետներուն գնիկներն են, պաշտոնական նամակներ երբ որ գրեին, գարմիր մոմով անպայման կգնքեին, որպեսզի պաշտոնական ըլլա։ Առաջին սենյակը խցիկը հյուրասենյակ եղած է շատ հին սիրուն բաղարան ունենք մայրի ծարով ամբողջը հայադար արձանագրությամբ Ասի բացարիք կորձ է բացարիք այո 1750-ի
Բահարան մնե, Ես այսպես հայերեն դարերով արցնակված բահրան չեմ տեսած։ Հացարիկ։ աղջաբագիներ, կյոթերհիային, Քյոթերյան գիտեք սիրելիներ Գոմիդաս Սվարտաբեդի ծննդավայրը եղած է։ 18-րդ տարու ամբողջ ցերկի աշխատանք է գավերու վրա գներգեն եւ փուրի մեջ, Կտրծեն։ այո։ Եկեղեցական սպասներ, ինչպես քշոցը, գանտեր, բսագյալներու թակերը, Կտեսնեք սիրելիներ քշոցներում վրա 6 տևյան, 6 տևով սերոպեները, ինչ որ Եսայի մարգարեն իր 6-րդ գլխում մեջ կներկայացնի։ Սա շքանշաններ են, դարբեր հատկապես Օսմանյան բեդուտեն են, ափսոս որ վերջնալ, ասին կնահատեցին, իդ գնալ, այո, չարթեցին։ Նույնպես ալերին Իգնատիոս Մալոյանին, որպես գազագերբիչ շինարար առաջնորդ շքանշան դվին 2 ամիսի հետ դժբախտաբար արդեն մեծ գոտորածը դեղի ունեցավ։ Առաջին բադիակներուն են չասենյակն է, տեսեք ինչ բարձ համեստ գյանք մունեին, փոքրիկ 2 մետրով 2 մետր հազիվ սենյակ մնե, ունինք ծուգի գաղամար, այո, որ մեջը միրոնը գտնեին, հայ եկեցո ամենահին միրոնի ամաններեն մին է։ Միրոնաթափ ծուգ է ուրեմն։ Ճիշտ, այո։ Եվ սուրբերու մասունքներ, անշուշտ օդար, ամբողջը Երուսաղեմին եկած է։ Իրենց աջուններն են, ոսկորները։ Այստեղ ունին քավազաններ, ասաներ, հայրապետական, եպիսկոպոսական, վարդապետական, շատ սիրուն գդոր մնե, Պողոս կրյա, 18-րդ տարու, Փիղի գնջիտներով, այո, Փիղի գնջիտներով, ներոթյուն փողոցներով, ոսկորներով, այո, կազմված։ Նույնպես բահարանը շատ դոգուն է, զարմանալի, 1800 մայրի ծառով է։ Մայրի ծառ և ընգույզի ծառ, շատ դոգուն, զորավոր, որ եկեղեցական սպասները, շուրչարները, տվիրները, շաբիքները։ Տեսեք այստեղ քարն Աստուծոն է, Քրիստոսը, Աստուծո քարնուգը։ Ծերած խաչեր, Ասիկա վստահ թափորի խաչն ասելու կը չէ։ Այո, մեծերը թափոր։ Խաչին ետև ամբողջ արձանագրություններ են, որ ես կարդացած եմ եւ դպած եմ, որպեսզի իմանանք, որու է ով նվիրած է գրեթե 17-րդ տարու յուրահատուկ է մասունկա Քրիստոսի խաչապայդեն։ Փոքրիկ մասունկը գետրոնը խաչին։ Խաչի քո Քրիստոս երկրբական եմ, եւս սուրբ խաչելությունդ քո մեծացուցան եմ, եւս սուրբ թաղումդ քո փառավորենք։ Եկայք ժողովուրդ, երկրբակ է սուկ Քրիստոսի դիմաց։ Ամեն։ Քրիստոսի խաչը զորություն եւ փրկություն լա բոլորիս սիրելիներ։ Ունենք երկու շատ թանկարժեք քոհար արձաններ Պողոսկրյա, ուր Բենեդիկտոս 14-րդ սրբազան բաբը Հռոմին նվերդված է մեր առաջին պատիար կաթողիկոսին, երբ որ Հռոմ գնաց խաչելությունը Քրիստոսի եւ Աստվածամայրը անարատ հղացյալ, ուր մասնակետ իտալացիներ վստահեցուցին, որ 16-րդ դարեն է եւ շատ վարպետ արվեստագետ մըլալու է Մայքել Անջելոյի մագարտակով։ Քանտագող։ Այո։ Եկեղեցական սպասներ են, սեք օրոտները դիգիները որքան ժամանակ կուտային ոսկեթել, արծաթատել, գնստեին, աշխատեին եւ եկեղեցական սպասները կպատրաստեին։ Հավատքի արտահայտություն է, անշուշտ, արցունքով, աղոթքով։ Իսկապես։ Նույնպես եկեղեցական սպասներ են, հատկապես ջարմանտներ, ջարմանտը բուկլ գրնամսել, բարձլեզվով, շուրճարի եւ կոդիներու համար են սիրելիներ։ Շատ սիրուն յուրահատուկ է Քրիստոս, շրջապատված 12 առաքյալներով, 6,
նույնպես եկեղեցական գավազաններ։ Տեսեք սիրելիներ, որքան մեր հայրերը սրբության ցանթեփ նվիրական եղած են, որ չարթի ժամանակ իսկ գրծած են հայրնարեկ այս բոլորը փոխադրել իրենց հետ։ Ամեն ինչ լքած են, բայց այս սրբությունները իրենց հետ փոխադրած են։ Հայրապետական կա 18-րդ տարին, ասե որ եկեցի մեջներ, մայրի ծարը եւ վրան դիրամոր զմարու սրբապատկերը ամբողջ կմպետը փլափուլ եղավ եւ ոչ մեկ կար վնասեց հայրապետական կահը եւ աստվածամոր պատկերը ան համոզումով հավատքով դրած էին որ աստվածամայրը ինքը բահե բահբանե միապանությունը եկեղեցին Տեսեք սիրելիներ, ոսկեթել եւ արձաթել սուրբ սգի ծածկոց է ինչ գեղեցկություն, ինչ նորություն, ինչ ճաշակ, արվեստ Այժմ այստեղ ունենք սուրբի մասունքներ, կարծեմ սենյակ մփախցուցինք, խցիկ մփախցուցինք ներողություն, այլ ամբողջ սուրբի մասունքներ են Սուրբերու ամբողջ մասունքներ են, որ գեղեցիկ ձևով բահբանակներու մեջ դրված են, մասունքադուկ են Կոնտակներ հայրապետական Ասոք խցիկներ եղած են հայտնարեք Այո, միապաններու Տեսեք սիրելիներ, որքան համեստ է, խոնար Գլոբներ են Ասխապաշխություն Նույնպես մասունքներ, հատկապես Սուրբ Վլաս Միլանոյի ներողություն Միլանոյի չէ, Սեբաստիո ներողություն Սեբաստիո հայասկի Սուրբ Վլասի մասունքն է Շատ հրճագավոր է Սուրբ Վլասի եկեղեցիները սիրելիներ, Սուրբ Վլասը Սեբաստիո մեջ հայ նահատակ Սուրբ եղած է եւ ընդհանուր եկեղեցիները Սուրբ Վլասի մասին գտորեն թե կաթողիկ է, թե օրթոդոքս եկեղեցիները բոլորը որտեղ նախքան Կարգետոնի ժողովը ինքը նահատակված է եւ ինչպես բացատրած եմ ցեզի սուրբերը ասկություն չունեին բոլոր ազգերը սուրբեր գտոնեին նույն սուրբեր գտոնեին Նույնպես գոմտակներ Ինչ սիրուն աշխատանք է Այո, ամբողջ մանրանկարչություն է եւ Աստվածաշունչը կներկայացնի Հայր Աստված ստեղծիչ դիեզերքի, երկինքի եւ երկրի Սուրբ Հոգին գիչնե Աստվածամոր վրա ավետման դոնին Քրիստոս խաչվեցավ, հարություն արավ, երկինք համբարձավ, Քրիստոս հիմնեց եկեղեցին Երկու հրեշտակներ կպաշտպանեն արևը, որ հայրապետին գնիքն է եւ հրեշտակը կկրկե Սուրբ Հովհաննես Մկրտիչի գլուխը Բացարիք Սիրելիներ հadoop բաներ է որ կտեսնեք իրականության մեջ ասի ամեն մարդ չի տեսներ ցեզի համար հadoop եղավ ասիգա տեսները Ձեռնելուսի եղած է աստեղը Խոհանոցիցեով եւ հատկապես պատարակի նշխարները կպատրաստվեր, նայեցեք, անշուշտ պիտի դառնա Հիսուս Քրիստոս։ Մեծ նշխարքը պատարակիչ վարդապետը եւ փոքր նշխարքը Հիսուս հավատացյալներու։ Եղած է բանկին առաջին եկեղեցին, շատ փոքրիկ մադուրը, յուրահատուկ է հայ եկեղեցու զանքերը, նայեցեք գեղեցկությունը զանքի ղողանջին Եկեղեցին ուր մեր սուրբ հայրապետները իրենց աղոթները, ժամերկությունները, վատարակները գմատուցանեին այս փոքրիկ խցիկի մեջ եւ իրենց աղոթները կուլա դեպի երկինք կբարձրանա ամբողջ մասունքներ են Կետրոնը Քրիստոսի խաչապայդի մասունքն է
Եվ գլորներու մեջ ամբողջ սուրբերու աջույները եւ իրենց սքերներու մասունքները շատ տանգարժեք են։ Խնդրենք բոլոր սուրբերուն բարեխոսությունը իրենց աղոթները։ Ամեն։ Առաջին հայրաբետներուն սգիհները 17-րդ տարին է, յուրաքանչյուր հայրաբետ իր սգիհը ուներ անձնական։ Այ վրան սկանչելի խաչի։ Այ նվեր է ամենանհայոց Վասկեն Գատոյի Գոսեն դեպի վանք 1965-ին։ Սրբության դաբանագն է, ինգույզի պայդով շինված է։ Եվ գրնամսել մեր վանքին կոհարներ են մին, նաև բազմաչարչար սուպ գրիգոր լուսավորչի ձունգի ոսկորն է, ձունգ ոսկրը։ Նաև երկու փուշեր Քրիստոսի պշաբսակ են։ Ինչ մեծ օրհնություններ, ինչ Ամեն։ սրբություններ։ Եվ խաչի մասունքներ։ Մաղթելով որ արիթ ունենաք անցամբ այցելելու Այո, եւ վայելելու աս հայ ժողովուրդի հայ եկեղեցու կանցերը, կոհարները, սրբություն սրբոցները, ամբողջ մասունքներ են։ Սիրելիներ, ասիկացիոսի այր նարեգը նախաճաշակը տվավ, որովհետեւ երբ այցելեք իմ հետս խումբով կամ առանցին կապ չունի, անպայման պիտի այցելեք զմարու Սուրբ Աստվածամոր դիրամոր այս վանքը եւ այլեք այս սրբությունները հաղորդակից դառնաք, որովհետեւ հացալիկ վանք է ասի պատմական իսկապես Հայաստանեն դուրս ամենեն հին վանքն է այս Լիբանանի մեջը հայկական Քանի որ այստեղ միշտ սուրբ բادرակ եղած է, եկեք սիրելիներ միասին մենք դու խորհուրդ երկենք եւ թակավոր երկնավոր խնդրելով որ դերը անսասան բայ է իր սուրբ եկեղեցին։ Խորհուրդ խորին արհասանը սկիզբն որ զարտարեց զվերին բեդություն իհարակաս անմադոց լոսոյն կերաբանց պարոն ստասս ռեղինած թակավոր երկնավոր զեգեղեցի քո անշարժ բայա եզերգր բակուս անվանըտքում բայա Փառք ես դեր Աստված մեր, սուրբ խաչիվը սաղաչես սուգս դեր, զիսովավ պրգեսես մեզի մեղած, եւ գեցուսե շնորհի ողորմության յուրո ամենագալ դեր Աստված մեր, գեցո եւ ողորմիա, Բահբանի չերգույս ավետացելոց Քրիստոս ասված մեր, բահյա, բահբանյա եւ օրնյա ասկսայոց, ընթովանյա սուրբ եւ պատվագան խաչիվըտ գոյի խաղոտյան, պրգյա եւ ազադյա, հերևելի եւ հաներևույթ տշնամվույն, արժանավորյա կողության պարավորելս կեզ ընթորևն սրբոքվույթ, այժմ եմի շևավիդյանը սավիդենից ամեն, օրնյալ դեր մեր Իսուս Քրիստոս ամեն, հայր մեր, որ երգինս ես սուրբ եղեցի անուն քո, եկեսե արքայություն քո,
եղիցին գամքո, որպես հերկինս և երկրի, ըսհաց մեր հանավազոր դուր մեզ այսօր, և թող մեզ զբարդիս մեր, որպես և մեկ թողունք մերոց պարտավորած, և մի դանիրս մեզի փորձություն, այլ բրգյազ մեզի չարեն, զիքո է արքայություն և զորություն և փառք հավիտյանս հավիտենից, ամեն։ Աստծո օրհնությունը բոլորին վրան, լա Աստված պահապան բոլորին։ Հայր Նարեկ, գուզեմ սրտանց շնորհակալություն հայտնել քեզի իսկապես սիրելիներ նախ կշնորհավորեմ ձեր բոլորի անունով Հայր Նարեկը իր նոր պաշտոնին գոչվելուն, ինչպես նաև մեծավորը Հայր Մաշտոցը գմախտեն իրենց համբերություն, ուժ, կարողություն, նաև տվրևանքի տեսուչին, որ Հայր Գարաբեդ եղավ, Կննջյանը, Աստված իրենց զորություն դա, որպեսզի այստեղը պատրաստեն օրհնյալ երիտասարդներ, ըլլան անոնք սարգսակներ, ըլլան վարդապետներ, քահանաներ, որպեսզի մեր ժողովրդի հոգևոր կարիքներուն հասնին, կխնդրեմ, որ ձեր աղոթքի մեջ հատուկ հիշեք գրոնավորները, որտեղ Հիսուսը ասավ հունցքը շատ է, բայց մշակները քիչ, հետևաբար աղոթենք հունցքի Տիրոջ, որ օրհնյալ մշակներ անե, սուրբ մշակներ անե, աստվածավախ մշակներ անե, որպեսզի մեր ժողովուրդը առաջնորդեն թեպի Քրիստոս, թեպի հավիտենական կյանք։ Աղոթեցեք սիրելիներ այս վանքի ուրեմն ուսանողներուն համար, որպեսզի սրբության պատրաստվին եւ աղոթենք իրարու համար, մեր ազգին համար, մեր հայրենիքին համար, Լիբանան հայրենիքին համար, Միջին Արևելքի մեջ ապրող մեր բոլոր քույրերուն եղբայրերուն համար, որոնք ահավոր դժվարություններ գանցնին, որ դերս իրենք զորացնե մխիթարե, Մայրիկ Աստվածածինը միշտ իրենց կողքինը լա, Աստված հայոց բանակը ամրապնդե, հայոց պետականությունը անսասան է եւ հայ եկեղեցին բանի բայցարացնե, որբեսի ժողովուրդը սրբությամբ Քրիստոսի առաջնորդե։ Ցեզի հետ ենք սիրելներ, այս սքանչելի վանքեն, դիրամայր զմարու վանքեն եւ Հայր Նարեկ Լուսինյանն մեզի ներկայացուց այս սքանչելի վանքը։ Հետևաբար Աստված ձեզ թող օրհնե, Աստված ձեզ թող բահե եւ նոր օրհնություններ կլա ձեր ներկայությունը այս վանքերներս։ Աստված արադապես թող օրհնե ձեզ սիրելներ, հիշեցեք երկու տարի անպայմանորեն մեծ ուխտակնացություն ունենք մայիսին թեպի այս օրհնյալ հողերը Լիբանան, որու ընթացքի նաև անպայմանորեն մի այցելենք զմարու դիրամոր այս եկեղեցին։ Օրհնություններ, խաղաղություն, սեր եւ խտություն ձեր բոլորին։